Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Ճապոնացի կոշկագործները մինչ օրս համոզված են, որ տակացու բառը դա ազգանուն է։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Այո, հունվար, մենք արդեն եթերում ենք, արդեն սկսել ենք մեր լայնածավալ գործողությունները, իհարկե եթերում, եւ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ այսօր նույնպես ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր։ Իհարկե անհամբեր սպասում եք, թե ով է լինելու այսօրվա հյուրը, ինչ է լինելու մեր հաղորդման ընթացքում, ասեմ, որ լինելու է ինչպես միշտ լավ, որակով, հետաքրքիր։ Եվ ինչպես ասում ենք, դուք այս պայն դիտում եք մեզ, մենք այս պայն ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն թույլ տվեք սիրով ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ եւ չգիտեք ինչ անեք, ինչպես այս հարցի կարգավորումը կարգավորմանը ճանապարհը մեկն է 911 Detox Center մասնագետները ձեզ կօգնեն եւ ամեն ինչ կանեն, որպեսզի դուք զգաք իրոք ձեզ լիարժեք եւ վերադառնաք լիարժեք կյանքի։ Հեռախոսահամարն է 409 900911։ Եթե դուք մտածում եք ուր գնաք հանգստանալու, լավ հարմարավետ ժամանակ անցկացնելու, հանգստանալու, այն էլ առողջարան կարելի ասել գնաք, ոչ թե պարզապես հյուրանոցային համալիր, ապա դա իհարկե Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրն է, որովհետև այստեղ հարմարավետ համարներ, բոլոր հարմարություններով, տաք լողավազաններ, տաք հանքային ջրով, դա իհարկե կարծում եմ արդեն իսկ ամեն ինչ ասված է, եւ իհարկե հարմարավետ պայմաններ, շատ լավ բնություն, մի խոսքով ամեն ինչ ձեր տրամադրության տակ է, դրա համար եթե մտածում եք ուր գնաք հանգստյան գնաք մի քանի օր հանգստանաք, ապա մտածելու կարիք չկա։ Զանգարում եք 760 329 6033, ամրագրում եք ձեր տեղերը եւ գնում եք Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր առողջարան լավ ժամանակ անցկացնելու համար։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ այս պայն շատ արագ ներկայացնեմ այսօրվա մեր նորությունները եւ այնուհետեւ սիրով արդեն կներկայացնեմ մեր հյուրին։ Չինաստանում առաջին անգամ աշխարհում ստեղծվել է սրճեպ, որը սուրճը պատրաստում է կրկնակի արագ։ Չինաստանում երևի տեղյակ չեն, որ հայերը վաղուց արդեն ունեն նման սրճեպ։ Ուղղակի դրա համար հարկավոր է լինում ասել միայն մեկ նախադասություն։ Մի հատ արագի մեջ կոֆե սարքի։ 69-ամյա Մել Գիբսոնը եւ 35-ամյա Ռոզալինդ Ռոսը պաշտոնապես ավարտել են իրենց հարաբերությունները 9 տարվա համատեղ կյանքից հետո։ Թե ինչու նրանք որոշեցին հենց այս պահին բաժանվել իրարից, 69-ամյա Մել Գիբսոնը չի բացատրում։ Պարզապես սա եւս մեկ անգամ ապացուցում է 69 թվի մոգական ուժը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք մի քանի րոպեից կմիանանք, մի քանի վայրկյանից կմիանանք եւ սիրով կներկայացնեմ մեր հյուրին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրն է դերասան, նախկինում ֆուտբոլիստ, այո, շատ հետաքրքիր է, մենք անպայման կզրուցենք, Գագիկ Կետիկյանը։ Գագիկ ջան, բարի երեկո։
Բարի Արմեն ջան։ Շնորհակալ եմ քեզ անչափ հրավերքս չմերժելու համար եւ այսօրվա երեկոն միասին անցկացնելու։ Ես էլ եմ շնորհակալ Արմեն ջան։ Գագ ջան, մենք մի քիչ կզրուցենք իհարկե կսկսենք զրուցել ֆուտբոլից, հետո բնականաբար կանցնենք արդեն դերասանությանը, որովհետեւ ես գիտես շատ իհարկե եղել են մեզ մոտ հյուրեր, ովքեր ինչ այլ մասնագիտություն են ունեցել, հետո դարձել են դերասաններ, բայց դեռ ֆուտբոլի չենք ունեցել, դու առաջինն ես շատ լավ։ Այո, նաև իհարկե կխոսենք մի հետաքրքիր նախագծի մասին, որը քիչ մի քանի օր առաջ եղավ, մինչև նոր տարի, այսպես ասեմ։ Գագ ջան, սկսենք ֆուտբոլից։ Այսինքն ոնց ստացվեց մուտքը դեպի ֆուտբոլ կամ որևէ մեկը նկատեց, որ դու ունես ֆուտբոլի այսպես հմտություններ եւ ասեց, այս երեխեն եկեք գնա ֆուտբոլի։ Թե դու որոշեցիր, որ ես ուզում եմ ֆուտբոլ խաղամ եւ սկսվեց։ Հետաքրքիր հարց, Արմեն ջան։ Ուրեմն մենք ապրում ենք հին ստադիոնում։ Ահա։ Դա արդեն մոտիկ է։ Մեր ֆուտբոլը արդեն մեր համար արդեն մոտ է։ Փոքր մեր տարիքի երեխեքի համար այդտեղ շատ հետաքրքիր է։ Գնում ենք այն բաների տակերից անցնում էինք, գնում ենք խաղերը նայելու։ Վերջը մի անգամ հերոստատեսությունը ցույց տվեցին, որ Սայաթնովա երաշտական դպրոցը ընդունելություն ունի։ Ահա։ Մամաս առավ տարավ դպրոց, մի գնացինք, բարձրացանք, մտանք այդ բանը։ Այն վաղ 7 համար տրելեբուսներ կակրազեցին մեր այդտեղ կանգնում են այս դպրոցի կողքը։ Մեր հին ստադիոնի մոտից։ Վերջը գնացինք այնտեղ, խմի բարձրացանք այնտեղ, դե դռները բացել, ոնց որ ասած, համեցեք, բոլոր դասատուները նստած էին։ Մի մոտիկացա այնտեղից այդ նստած այդ դասատուներից բան մոտիկացա ասեցինք բարև ձեզ, այնտեղից մեկը բարև ձեզ, մեկը բարև ձեզ, մեկը բարև ձեզ։ Ազիզ ջան, ինչ կուզես նվագես։ Մեկը ասեց ես դաշնամուրի դասատուն եմ, մեկը ասեց ես ջութակի դասատուն եմ, ես այդ գործիքները գիտեի, տեսել էի, էլի։ Մեկը ասեց թավջութակի, ասի դրանից եմ ուզում։ Ասի դրանից եմ ուզում, ինչևից է։ Բեգլարյան էր այդ մեր դասատուի անունը, այդ թավջութակի դասատուի, ճիշտ ասած սլուխ ունեի, ինքը շատ էր սիրում, որ ես դառնայի թավջութակար։ Հետո ճիշտ ասած ես ուզեցա հետո որ դառնայի թավջութակար ես ֆուտբոլից առաջ։ Դեռ սա որ ցեխի ջրերի մեջ տանջվեց չաչալվեց, մեկ ասում եմ արդեն չի չգնացի։ Թավջութակ նվագեմ, գնացի ոբշեմ։ Բայց թավջութակը տեղափոխելն էր, կատակ եմ, բայց քանի որ ես ավելի ակտիվ էի, վազվզող, բան, այսինքն այդ հանգիստ նստող երեխա չէի, գալիս եք ասի մամաս էլ չեմ ուզում, չեմ ուզում։ Բայց ինչքան ժամանակ դա, այսինքն բավական գնաց։ Դե մի երևի որ ամենա չասեմ սուտ, երևի մի տարի տևեց այդ։ Դե մի տարի չի ամենայն դեպքում։ 7 տարեկան էի, 7 տարեկան էի։ Ասի չեմ ուզում էլ թավջութակ էթամ։ Ինչի՞ չես ուզում, որտեվ ասի ուզում ֆուտբոլ խաղամ, ասես։ Եղավ, այդ ժամանակ ֆուտբոլի մեր ուրեմն դպրոցում եկավ Արայիկ Ղազանչյանը, հին ֆուտբոլիստներից էր, մտարած 73-ը չէր, բայց ավելի առաջ էր Արայիկ Ղազանչյան, ինքը Կիպրոսցի էր, շատ հետաքրքիր շատ տղա էր, լավ տղա էր ինքը։ Ես որ իրան տեսա, որտեվ ինքը որ խաղում էր, արդեն դե տելևիզորով նայում ենք, էլի ինչա կատարվում։ Ասի ես ուզում եմ ֆուտբոլ խաղամ, ասեց արի Ազիզ ջան, էնա, ստադիոնը ստեղ է, գնա մի անգամից ման։ Վերջը գնացի, մեր մարզիչը առաջին կյանքի մարզիչը եղել է Հայկ Կարմիրյանը։ Հայկ Կարմիրյանն էր, իր մոտ սկսեցի խաղալ։ Չէ, բայց մի րոպե, Գագ ջան, գնացիր փաստորեն դե նախ ինչ գնա, այսինքն որ դիրքում։ Հա, ես դե դիրքը որտեղից իմանամ։ Չէ, բայց գնացիր ասի դե մի հատ հլը խաղա եւ ես եկել եմ ասեմ ուզում եմ ֆուտբոլ խաղամ։ Գիտես ինչ եմ ասում, որովհետեւ դե բոլորն են, հա, ուզում, բայց այնպես չէ որ բոլորին վերցնում են։ Հա, բայց մարզիչը ինքը տեսնում է, չէ՞։ Դա տես, այսինքն քո մեջ եղել է այդ ամենը։ Մարզիչը ինքը տեսնում է, թե դու ինչ ասենք կոնդիցիա ունես, էլի ասենք մի պաշտպանի, ասենք ֆիզիոնոմիա ունես, մեկը նայում է հարցակողի պուճուրի մի քիչ։ Չէ, դե կարող է ուղղակի դասի դե չես կարող։ Հա, բայց ես որ ասենք ես որ գնացի այնտեղ, փաստորեն ես մի քիչ բան էի, ասենք մեծոտ էի, տեսա որ ինքը սաղ այդ մնացածը սաղին դոշից են այդ երեխեքը։ Հա, ասես դու դարբասաբար ելես։ Ինքը նոր եկավ, թե ասես դու դարբասաբան ես։ Ասի եղավ։ Ու տենց կամած ու ես թմբլիկ էի միջոց ասեմ։ Բա թմբլիկ երեխա է, դե թավջութակ նվագող ինչ կներ, իրավան իրար։ Գնացի վերջը, առաջի տարին, երկրորդ տարին ոնց որ այդ որ սկսեցի արդեն պարապել, որտեղ շատ էի սիրում, շատ։ Հետո նայում ես այդ խաղերը բան, այն ինչ որ ասենք քո գաղափարի մեջ կա, հոգու մեջ կա։ Մյուս տարի Արմեն ջան լրիվ նիհարեցի։ Ահա։ Ու բոյովացա, ոնց որ ասենք դե այդ աշխատանքները բան ասենք
թռնել բանը, ինքը միշտ ասում էր գագի գնա ինչքան ձար գտեսնաս, ցածկիր թռնիր ասենք այդ ջուղեն։ Ասում եղավ ընկեր Կարմիրյան։ Ու տենց գնացին ֆուտբոլային կյանքը անցավ մի քանի տարիներ, հետո խաղում ենք, ասենք այդ այն վաղ հələ մարզիչներով էր, ասենք որ ֆուտբոլի դպրոցը խաղում էին։ Ես եղա լավագույնները։ Միշտ եղա լավագույնը։ Դա այսինքն հանրապետական ստադիոնի, այսինքն հանրապետականի ֆուտբոլային ակումբներ, այսպես ասած։ Դե հանրապետական ստադիոնում ինքը այդ վաղ զամ դիրեկտորն էր։ Հա, չէ, ի նկատի ունեմ ֆուտբոլային ակումբը այդպես չէր։ Ակումբ չէր։ Հա, ակումբ չէր։ Սա մարզիչներ էին, որ ասենք այնտեղ հավաքել էին երեխեքան, բան ասենք տարբեր տարիքների, բան։ Հա, ու ինքը, որ քանի որ մենք ստադիոնում էինք, ասենք ինքը այնտեղի զամ դիրեկտորն էր, չնայած մեզ դաշտով էր թողում, եւ ասֆալտի վրա էինք խաղում։ Այդ մետուց է արուն, լվա, մաման ասում, տեսար ինչ կատարվավ, հետո ասում է, այ մամ ջան, էսա սիրում եմ, ինչ անեմ։ Ինչևից է, այտենց գնացի հետո եղա լավագույն միշտ ամեն տարի համարյա լավագույնն էի, ասենք այն 58 թվականների, ասենք այնտեղ տարիքներով էին այն ժամանակ։ Ու տենց խաղացի, հետո Հայաստանի հավաքական վերցրեցին։ Հա, արդեն Հայաստանի հավաքական։ Հա, Հայաստանի հավաքական տարիների շարունակ խաղացինք։ Եվ վաղ Հակոբ Չալիկյանն էր, հետո եկավ Արծում Սիրեկանյանը, ներողություն։ Ու սկսեցինք մենք արդեն խաղալ։ Բայց Գագ ջան, միջև այդ Հայաստանի հավաքականը որ թմում էր ընդգրկված։ Խաղում է այդ Կարմիրյանի թիմում։ Հա, հենց այդ իր թիմը։ Օրինակ կար, ասենք, ոնց որ տարբեր ֆուտբոլային, ասենք, տրիներներ, որ ասենք մեկը պարապում էր 15 կվարտալում, մեկը պարապում էր, ասենք, ինստիտուտի դաշտում։ Ես ինչի եմ ասում, որովհետև հետո իհարկե եղավ, ես ուղղակի ինչպես ես եմ հիշում, կար Արարատ մեզ մոտ, չէ՞, եւ կար երկրորդ խումբ, այսինքն մենք 9 խումբներ հիշում ես, 9 խումբում էր, որ Հանդրկովկազյան թիմերն են եւ Կոտայքներ, չէ՞, եթե չեմ սխալվում։ Դա այդ ժամանակ մանկական ակումբների ժամանակ այտենց բաների մեջ մենք չկայինք։ Հա, հələ մանկականն։ Հա, բայց քանի որ մենք արդեն եղանք հավաքականի անդամ, մենք տարբեր, ասենք, գավաթներ տարանք, ասենք ամենալավ գավաթները, Կուբակ Յունես, Կուբակ այնտեղ բանը Կոժնի միաչը տարանք, Կուբակ Յունես տարանք, Կուբակ Նադեժդա, ինչևից է, որ քաղաքները գնում էինք, ասենք դե մեծ տուրնիրները, բոլոր տուրնիրներում հաղթում էինք։ Հետո դրանից հետո ինձ հրավիրեցին Արարատ, որտեղ Սիրեկանյանը արդեն գնաց, դարձավ։ Արդեն հրավիրեցին։ Հա, մենք որ ռեզուլտատ ցույց տվեցինք, Սիրեկանյանը դե ինքը վաստակավոր մարզիչ եղավ Հայաստանի, իրենք իրան հրավիրեցին Արարատ, այդ որ ասեմ 71 թե 70, չեմ հիշում կոնկրետ, ճիշտ ասած, գնաց Արարատ, արդեն ինքը ոնց որ իր սաներին հետը վերցրեց։ Մի քանի սաների։ Ես էի Աշոտ Խաչատրյաններ, Աշոտ Սահակյաններ, լավ գիտես մասին խոսքը, Խալաջան Ռոբերտներ, Աստված իր հոգին լուսավորի, ես վերջերս մահացավ, ցավոք սրտի, ու ես այդ մեր ոնց որ ասած ինքը ոնց որ այդ տղեկին տարավ Արարատ։ Հետո ես գնացի Արարատ, արդեն բայց այնց էր սիտուացիան, որ Արարատում կար Ալյոշա Աբրամյան։ Դա արդեն լեգենդա է տակը, չես կարա ոչ մի բան, խոսք չկա ասել։ Այդ մենք իրավ հարոտ եթե կանգնում ենք, տենանք ոնց է Ալյոշը բռնում։ Նո Նորիկ Դեմիրճյանն էր։ Հա, իրանք կլաս տղեկ էին, երկուսն էլ, Աստված իրանց հոգին լուսավորի շատ։ Ես իրանցից շատ բան եմ սովորել, դաժե այնց եղավ որ կումիր դարձան իմ համար։ Հետո տեսա որ այդտեղ ճիշտ ասած ինձ հրավիրեցին ուրեմն ակումբների հավաքական, սովետական միության ակումբների հավաքական, Սպարտակ, Դինամո, Տորպեդո, այդ բաներին։ Հավաքականը որ գնացինք, ուրեմն դարձանք չեմպիոն։ Ահա, ակումբնային չեմպիոն ու գնացինք Եվրոպա, ասենք այդ խաղերին։ Այդ եղավ ուրեմն Մուկաչևը, Ուժգրդ։ Դա որպես, այսինքն սովետական միության ակումբային հավաքական։ Ակումբայինների հավաքական, ասենք ոնց որ Սպարտակ ակումբից հավաքում են, ասենք, այդ տարիքի երեխաները բերում են իրար հետ ու այդ ակումբին մարզիչը նշանակվում, այդ երկու հատ մարզիչ, այնտեղ բժիշկ բան եւ այլ, ու տես խաղացինք։ Գնացինք Մուկաչևը Ուժգրդ այդ բաներում անցկացրեցինք այդ 45 օրյա այդ հավաքները։ Դրանից հետո տեղափոխվեցինք, գնացինք Եվրոպա, գնացինք Պոլշա, Չեխոսլովակիա, նոր երեխեք ենք, ջայլ երեխեք։ Հա, մի խոսքով դրանից հետո որ ես հետ եկա հյուրանոցում այդ մեր տրիները որ կար, ինքը վրացի տրիները ինչքան ինչեմ Գագլո էր ազգանունը, եկավ ասեց մեկը կա քեզ ուզում է տեսնի ու խոսա հետ։ Ուրեմն Աստրախանի, Վալգար Աստրախանի մարզիչը եկել էր, ասեց որ իրանց այդ որ դարպասապահն են 31 տարեկան Մակով էր ազգանունը, ասեց ինքը չի ուզում էլ խաղա, մեծա տարիքով կակրաս դու ոնց որ համընկնում ես էլի մեր համար, ոնց որ տեսել ենք խաղերը բան։ Այս բանը այդ մեր մարզիչն էլ ասում էր Գարիկ, այդ ասնդեղ համ Սևիկրա կա, համ Ասետինա կա։
Բայց Գաջ ջան, 31 հիմա կշարունակենք 31 տարեկան դարպասապայի համար դա կարծում եմ Դե գիտես սովետական Ես օրինակ հիշում եմ Զինո Զոֆը, երբ որ 40 տարեկան Այս շատ լավ հիշում եմ, դարպասապայում 31-ը կարող է այսպես խաղացողների ոչ դարպասապան 31 այո մի քիչ գուցե Ճիշտ ասած ես ասեմ օրինակ սովետական ֆուտբոլի մեջ մի քիչ ուրիշ ստրուկտուրա էր, ուրիշ ոնց որ ասած կյանքի ձև էր, ասենք ֆուտբոլի մեջ։ Ինչի համար որտեվ նայես մի այսօրվա դրությամբ մեր Արարատի լեգենդները, ասենք Անդրեասյանը, Էլիաս Տոցոկինովը, Հովհաննես Զանազանյանը, Իշտոյանը, Ալյոշան, տենցելի, իրանք շատ ջահել տարիքում դուրս եկան։ Դուրս եկան չխաղացին, օ էլ չխաղացին, Հետո մի մոմենտ էլի հետ եկան, բան ես չեմ ուզում նման բաներ խորանալ, բայց նրանք շատ շուտ թարգեցին։ Հա, հիմա երկար են խաղում, Հիմա գիտես ինչն է, հետո կար ստեղ մի հատ շատ մեծ կարևոր նրբություն Արմեն ջան, որ բժշկությունը հիմիկվա, ասենք տեխնոլոգիայի բժշկությունը դրված է կոմպյուտերային համակարգի վրա։ Ասենք քո օրգանիզմը կոմպյուտերը կոնտրոլ է անում։ Դու ինչ, ասենք ի վիճակի ես դու խաղալու ես խաղը կամ չէ։ Օրինակ Հենրիկ Մխիթարյան օրինակի համար մի հատ թեթևակի վնասվածք է ստանում, տենում ես մի ամիս գնաց տղեն։ Բայց մի ամիս հետո որ ինքը գալիս է, իլի 100%-անոց պատրաստ է։ Այսինքն այնց աշխատանքներ է գնում, որ ասենք թե բժիշկները իրանց կարողանում են շուտ վերականգնած կամ ասենք այնց վերականգնում է գնում, այնց աշխատանքներ է գնում բժշկական կամ ասենք այդ մասաժնի բան այդ սաղ այդ հարցերը որը տրվում է ասենք մի այդ գործողությունից տրվում է կոմպյուտերը պատասխանում է որ ինքը պատրաստ է։ Դա համար ոչ մի մարզիչ, ոչ մի ասենք ոչ մեկը չի կարա որոշի, որ ինքը պետք է խաղա։ Օրինակ մեր ժամանակ ասենք խփեցին ընկար հելար վազար նորից ընճաղվա բան կապեցին իսկ հիմա չկա տես բանը մի տենում ես կպավ կամած կպավ են ինգավ գլորվեց ընդ թավալվեց թոզ դուման փոշի կլոնադա էլի այս դե համամիտ եմ քեզ համամիտ բայց մեր ժամանակ կներես իհարկե ոչ թե ներեն հիմիկվա ասենք սպորտսմեններ որ մեր ժամանակ տղամարդկություն կար ճաղվեր արում գար ցավալ բան խնդիր չկար ցանկացած հարցում այդպես է ժամանակ լավ էր հա դու պետք է մտներ քո տղեկի հետ ասենք այդ դաշտի քո աղբերների հետ քո ընկերների հետ այդ հարցը լուծեիր իսկ հիմա մի տեսակ Հա, մի տեսակ Փապկելա կյանքը, էլի։ Փապուկա։ Շատ լավ։ Գաջ ջան, եւ փաստորեն արդեն դու հա Ռուսաստան մեկնեցիր այդ Աստրախան։ Հա, հետո ես գնացի Աստրախան, Վալգար Աստրախան 2.5 տարի ինձ խաղացի։ Խաղացել։ Երկրորդ լիգան հետո Բերլինգա խաղացինք, հետո դրանից հետո եկա Հայաստան, ինձ վերցրեցին այն ժամանակ արաբկիրը Սկիֆը, ինստիտուտի թիմը կանդվեց, հավաքեցին ուրեմն բանի ալյումինի զավոդը, այդ ժամանակ ֆինանսապես հեվախտ Լիթին Ղազարյանն էր այդ մինիստրը գումար ունեին, բան ունեին, հավաքեցին երկրորդ լիգան բացվեց։ Մարզի Չևրոլանցորենի չէ, մեզի սա հրավիրեց, ասենք որ նոր թիմա ու լավ տղեկին հավաքեց։ Շատ լավ տղեկ, հակրած մեր իմ արքայադստեր պապիկը իմ հետ էր խաղացել, խաղացել ժամանակ, հետո ես խոսացի ֆուտբոլից, ինքը ասեց, բա պապիկս էլ է խաղացել։ Ասի ով ասեց, Ավակյան Սամվելը, վա իրա ցավատանը։ Ու տենց հետո ինձ հրավիրեցին գնացի Շիրակ։ Ուրեմն 6 տարի խաղացի Շիրակի լեռնական։ Այդ ընթացքում ուրեմն 83-ին ինձ Կոտայք հրավիրեցին ու Կոտայք այդ ժամանակ արդեն երկրորդ խմբում էր, չէ՞ խաղում։ Դեռ երկրորդ խմբում։ Հա, հետո առաջի գնաց։ 84 թվին մենք հաղթեցինք, հա, 84 թվին երկու Զորկի Կրասնագորսկ, մեկ էլ Գազավիկ Տյումեն էր, ինչ ասած, ոչ իրանց հետ մեկ-մեկ խաղացինք, մեր մոտ է մեկ-մեկ աչոկներով մենք դուս եկանք արդեն առաջի լիգա 84 թվականից Կոտայքը մտավ առաջի լիգա։ Առաջի լիգա։ Հա, ու շատ ուժեղ թիմ էր, շատ հոյակա։ Ես հիշում եմ, այո, ես կլաս թիմ էր, այնտեղ խաղում էր Պետրոսյան Սամվելը, այնտեղ խաղում էր Յաբլուկյանը, Լյովիկը, խաղում էր Սամվել Պետրոսյանը, Արտյուշա Մովսիսյանը, մեր Վարուժան Սուքիասյանը, որ իմ Արարատ մեր Հայաստանի հավաքականի մարզիչ եղավ։ Հոյակապ մարդիկ, հոյակապ ֆուտբոլիստներ, հոյակապ Գաջ ջան, ես իհարկե գաղտնիք չէ, բայց այնուամենայնիվ տես կար տենդենց, որ որոշակի առումով իհարկե տենդենսը հետագայում է պահպանվեց, որը վատ տենդենց էր, բայց երբ որ ոչ ինչ որ այլ միջոցներով էին թիմում հայտնվում խաղացողներ։ Հասկանում եմ ինչ ես ասում, հասկացա։ Այդ դա ո՞նց էր ձեր ժամանակ, որովհետև ես ավելի քան համոզված եմ, որ չի եղել, բայց այնուամենայնիվ կար այդ բանը եւ խանգարում էր դա զարգացմանը։
դա այսինքն դա լսողություն է եղել ձեր կողմից, այսինքն ոչ ֆուտբոլային մարդկանց, ովքեր մեջը չեն եղել։ Այո, ոնց որ ես դրա մի բան ասեմ ձեզ։ Ճիշտ ասած ինձանից ոչ մեկ չի ուզում։ Ես գիտեմ, դրա համար ասում։ Ինձանից ոչ մեկ չի ուզում։ Մեկը չէի տալու։ Ուզենայի չէի տալու, չէի տալու, ծեծեր ես։ Բանը քաշի լակոտ։ Բայց դա կատակի եմ վերածում, բայց իրականությունում ասեմ քեզ։ Յուրաքանչյուր մարզիչ որ գալիս է թիմ, ինքը նայում է որ ռեզուլտատ ցույց տա։ Ինքը չի, օրինակ մեր մոտ ասենք այն ռեսուրսը որ կար, հիմիկվա ռեսուրսն ինչ է, այդ Մոզամբիկից է բերում, то Նիգերիայից է բերում, то այսին որտեղից է բերում, հավաքել են չես հասկանում։ Հա բայց օգուտ չկա մեկը հավաքում են։ Հավաքել են, փող են տալի ու տաբան, բայց ավելի լավ է զարգանա մեր ֆուտբոլը, մեր երեխեքին զարգացնեն, մեր երեխեքը աճեն։ Մեզ պետք է, որտեղ յուրաքանչյուր ծնող այսօրվա դրությամբ ես իրականությունն եմ ասում, յուրաքանչյուր ծնող ուզում է իր երեխան մի մեծով ասեմ էլի, թո դառնա Ռոնալդո դառնա, Մեսսի դառնա, հա? Այո։ Ասենք Ջիջի դառնա, Ռոնալդինո դառնա կամ ասենք Զիդան, մեր յուրաքանչյուր ծնող այսօր Արմեն ջան, ես շատ եմ աշխատել ֆուտբոլի կյանքում, հիմա ասեմ, պետք է ասենք, հետո ընթացքում այսօր մեր ծնողներից ցավը տանեմ, ես իրոք շատ եմ այնց ոգևորված եմ, որովհետև յուրաքանչյուր ծնող նայում ես իր երեխան, հենց հարցնում ես, ընկերա ծանոթա, կապ չունի, մեկի հետ խոսում ես, որ իմանում ով ես, ինչ ես։ Ասում է, աղջիկս Պարիա գնում։ Օրինակ իմ թորնիկս Պարիա գնում, հոյակապ պարում է, հոյակապ, վանում է պարում այդ բարեկամությունում։ Լուսինեի մոտ։ Մեծ թորնիկս ինքն էլ էր պարում, հետո ասեց, չեմ ուզում պարեմ, սկսեց ջութակ նվագել։ Հա, բանում այդ դպրոցում էր ջութակ նվագում, Բարբանկ հայսկուլի օրկեստրայում, հիմա տեղափոխվեց բանի Փասադենայի քոլեջում, այնտեղի օրկեստրան միանգամից իրան վերցրեցին։ Իր ծրագիրն ուրիշ է, ինքը ուզում է դառնա space engineering բանոն, այդ կոսմические այդպես բաների, Աստված իրան հաջողություն տա, իրանց ցավը տանեմ։ Եվ ինչն եմ ուզում ասեմ, որ յուրաքանչյուր մեր ծնողներից որ նայում ես, իրանց երեխեքը բոլորը զբաղված են։ Էլ եմ ասում, շատ շնորհակալ եմ ձեզանից ծնողներ ջան։ Ինչքան կարաք ձեր երեխեքի վրա ուշադրություն դարձրեք, որտեղ մեր հայ ազգի, մեր բոլոր երեխեքի մեջ կա արյան մեջ կա տաղանդ։ Արյան եւ ուղեղի եւ ամեն ինչ էլ կա։ Մենակ իրանց մի ստիպեք, որ դուք եք ուզում։ Դա շատ վտանգավոր է։ Թողեք իրանք որոշեն ինչ են ուզում։ Շատ ճիշտ խոսքեր, այո, պետք է ստիպել։ Երբ որ արդեն տեսնում ես ինքը հաջողություն հասնում, նորեվաղ ձեռք մեկնեք, ասենք թիկունք եղեք ձեր երեխեքին։ Տեսնում ես բարի մեջ շատ լավ է, թիկունք եղեք, որտեվ անգլերեն բառով ասած կան բոլոր համալսարաններում scholarship-ներ։ Ես որ համալսարան աշխատում էի, scholarship-ներ, որ ասենք համալսարանը վճարում է, որ ինքը պարուհի է, ինքը երաժիշտ է, ինքը ասենք բառեց է, ասենք շտանգիստ է, ֆուտբոլիստ է կամ ինչ որ է։ Քոլեջները ունեն այդ ծրագրերը, որ քոլեջը ասենք կարող է գնա ձեր երեխան ձրել համալսարան ավարտի, համալսարան սովորի, դա շատ կարևոր է մեր երեխեքի մեջ, մեր արյա մեջ կա։ Այո։ Շատ լավ, Գագ ջան, եւ փաստորեն այդ կարելի ասել ակտիվություն, հա, գնալ առաջ, բայց ամենայնիվ քրտ 91 թվականին արդեն տեղափոխում եղավ Միացյալ Նահանգներ, ճիշտ եմ թե ոչ։ 91 թվականին, երբ արդեն փաստորեն բավականին այսպես արդեն ես 33 տարեկան եկա Ամերիկա։ 33 տարեկանում դու։ Բայց ես մինչև 33 տարի, հա, հետո ասեմ քեզ, Շիրակից հետո գնացի Կոտայքից հետո նորից էլի հետ գնացի Շիրակ, հետո քանի որ Լեննական եմ քիչ հեռու էր, Սպարտակը կար թիմ Հոկտեմբերանի, մեկը կա Սպարտակ խաղացի։ Դե Սպարտակը ավելի մոտիկ է Երևանին։ Սպարտակ խաղացի մինչև 90 արդեն 1-ին, ճիշտ ասած, մինչև մեր գալը։ Գնացինք հավաքների բան, ասենք ծովափներ բան, այդ հավաքներն անցկացեցինք, չեմ հիշում, 2-3 խաթեր խաղացի։ Եվ տեղափոխում միակի Միացյալ Նահանգներ եւ գիտեմ որ այստեղ նույնպես դու այսպես բուրըն գործունեություն ծավալեցի։ Ճիշտ է, տարիներ շարունակ ես մենք որ եկանք տուն վարձեցինք մեր շատ լավ են մեր հի ընկերներից Խաչիկը Գևորգյան։ Դու ներողություն, դու արդեն երբ որ եկաք արդեն ընտանիք կազմել էիր բնականաբար։ Դե ես ուզում եմ անպայման մենք իհարկե նշենք, որովհետեւ սուպեր ֆուտբոլային ընտանիք ունի իհարկե մեր Գագիկը, որովհետեւ մենք Մարինեին ջեր ողջունները հղենք, որովհետեւ Գագիկինը Մարինեն մեր լեգենդար տղաս դուք ասես հարությունը, այո։ Հարությունը տղես, մեծ տղես էր, Կարենս ցավոք սրտի, Կարենս չկա, մահացավ։ Մեր Վարդուլիկն է, մեր աղջիկը, հետո այդ մեր երկու թորնիկներն են։
Հարութը սկզբից ես Երևանում Հարութից տարա մինչև ամերիկականը, Հարութից տարա ջրագնդակի, վաթերպոլո։ Տարա ջրագնդակի, լավ լողացավ, այսինքն դե ուզում եմ որ տղես լավ ինքը ֆիզիկապես բան ուժեղ լինի։ Փոքրից էլ տարա ջրացատկի։ Կարենս ջրացատկ էր, Հարութս վաթերպոլո, այդ մեր բաղնիքի հետևը որ այնտեղ բան գիտեք, մեր այգու կողքը։ Վերջը, եկանք ստեղ Ամերիկա, արդեն երեխեքը սպորտային բան ունեին իրանք։ Ես տարա ստեղ YSO Հարութին որ լողանա, հիվանդացավ երեխան, ինչ որ թոքերից բորբոքում ստացավ բան, ասես պապել չեմ ուզում։ Հետո եկավ ասես ֆուտբոլ եմ ուզում խաղամ։ Ֆուտբոլ եմ ուզում խաղա։ Ներողություն, մեր ինստիտուտի հավաքի մոտ Մինասը կար, օղուն Մինան, Աստված իր հոգին լուսավորի, Մինասի մոտ։ Ուզում եմ միստերի մոտ խաղամ, ասի գնա բալես, հատի չունես։ Հետո սկսեց Մինասից հետո իրան հրավիրեցին Խաչատրյան Անդոն մի հատ ամերիկյան թիմում մարզիչ էր։ Ասեց գա կտաս Հարութին տանենք, ասի տար Անդո ջան։ Հա, ինչ կա որ, լավ էլի լավ որ։ Հետո Անդոն տարավ, հետո Անդոն թողեց այդ բանը։ Բայց դու նույնպես աշխատում, չէ՞, դու ես հələ չէի աշխատում։ Հա, բայց խաղում եմ։ Այդ տղեկի հետ, մեր տղեկի հետ ես որ եկա 91 թվականին, Խաչիկ ասեց գա թիմ ունենք ստեղ։ Ես 91 թվականից խաղացել ենք մինչև 2010 թիվը, որը արդեն վերջի, իմ վերջի խաղը եղել է Թայլանդում։ Թայլանդում, աշխարհի առաջնությունում, հա, այդ աշխարհի առաջնություն գնացինք։ Ինչևէ, տղես ուզեց ֆուտբոլ խաղալ, հետո ես որ սկսեցի Հարութի հետ աշխատել, բոլորը կողքից նայում էին, ասենք, դե մարդիկ գալիս են, հետաքրում են, որովհետև ամերիկյան թիմ էր, կոչվում էր Կալիֆոռնիա Ինտեր։ Ահա։ Իրանց մենեջերները բանը, իրանց մի հատ մեքսիկացի մարզիչ ունեին, ասեցին Հոզե Իրանն, ասեցին, էսի մենակ այդ մանկական բանն է սովորացնում, բայց զգում ենք, որ դու կարաս թիմը ավելի բան անես։ Այն ժամանակը մի քիչ լեզուս ճիշտ ասած լավ չէ, նոր եկեք, դա ինչ լիներ։ Հա, ասեց, քեզ կօգնենք, ասի ինձ օգնել պետք չի, եթե պետք կլինի, ես ցույց տամ, այդ մեր սպորտի մեջ ինչ որ պետքա դու ցույց ես տալի։ Հարութից հետ որ աշխատեցի, այդ ընթացքում մի հատ մի երկու քլաբներից, ասենք, LA Force-ից, մեկ էլ Flyers-ից բան եկավ, իրանց տերերը։ Իրանց երեխեքին բերեցին, որ ես իրանց վրատարների հետ, իրանց գոլի դարպասապանների հետ աշխատեմ։ Հետո անցավ մի քանի ժամանակ մեկ է զանգ եկավ, ինձ հրավիրեց Քալստետ Նորթրիջի մարզիչը, Մարման Ասադը, այն ժամանակ ինքը մարզիչն էր։ Գնացինք իր հետ հանդիպեցինք բան, ասեց որ շատ ուրախ եմ, որ քո նման մարդու հետ կաշխատեմ։ Okay, աշխատեցինք։ Այդ ընթացքում եկավ ասեց ուզում ես դպրոցում էլ աշխատես high school coach։ Ասի ինչի՞ չեմ ուզում։ Ու այդ ընթացքում համ high school coach, համ ասենք այդ քլաբը, որը նոր էր ստեղծվել, ասենք բանում դա Pierce College-ում է, դա Victory եւ Վինետկա, այդ անկյունում այդ Pierce College-ը։ Այդտեղ քլաբը ստեղծվեց, համ համալսարանում է աշխատում, համ քլաբում, համ դպրոցում։ Հետո դպրոցի այդ ատլետիկ օֆիսի դիրեկտորը որ տեսա, որ ասենք հետո դասատուները ասում են, որ can you help me, բան, ասենք կարաս օգնես մեզ, ասենք բասկետբոլի դասին կամ ասենք լողի դասին կամ յուրաքանչյուր ասենք սպորտաձևի, ասում ինչ կա որ։ Իհարկե, սա վճարովի է, բոլորը parza։ Ես տեսամ, որ ես ամեն սպորտաձևերը գիտեմ, ասեմ, դե ես ավարտել եմ, գիտեմ, ոչ չգիտեմ, ասենք կյանքս եղել է պրոֆեսիոնալ։ Եվ այդպես շարունակեցի, իդեպ ես ուզում եմ անպայման մենք այսպես կիսատ մնա չնշեցինք, որ իհարկե Գագիկի տիկինը մեր լեգենդար Սերգեյ Բոնդարենկոյի դուստրն է, Մարինեն, ջեր ողջույններս իհարկե տիկնոջդ։ Առհասարակ դա երևի նաև այդ քո հաջողությունը ֆուտբոլային ասպարեզում նաև իհարկե երևի գործոնը քո կնոջ գործոնն է, որովհետև ֆուտբոլային ընտանիք էլ այսպես կա։ Հա, ինքը երբեք չի ասել, ես սուր ես այդ ինչ ես անում, ես իրար հետ նստել ֆուտբոլ եք նայել նորմալ չէ որ։ Էլի նայում եք։ Ու նայում եք ինձ ոնց ասենք ինքը նայում եք ինքը արդեն ամեկը դեռ սխալեն ասում այսրան։ Ես ինչ արեցի կամ չխփեցի բան։ Շատ լավ։ Ասում եմ ճիշտ է, գիտես։ Շատ լավ։ Գաջ ջան, եւ հիմա ուզում եմ արդեն անդրադառնանք փաստորեն այդ բուրըն մինչև 2010 թվական եւ այդ անցումը դեպի դերասանություն։ Այդ դա ոնց եղավ, որովհետեւ շատ հրաշալի ստացվեց, շատ լավ ստացվեց, սիրվեց շատ լավ եւ շարունակվում է այդ ամենը։ Հա, շատ ճիշտ է, Սարգսյան ջան։ Նայ, գիտես ոնց, ասինքն դա իմ ես կյանքում չէի պատկերացնում, որ ինչ որ կարող է ինչ որ կյանքում, այսինքն ոչ մեկ ոչ բան չի պատկերացնում։ Ժամանակի ընթացքում մեկ էլ տենում ես, ասենք, այս մարդը դարձավ սա, նա։ Ես միշտ սիրել եմ սովորել։ Այսինքն սովորել
այն մարդուց ով քեզ տալիս է այն ինչ որ դու չգիտես։ Ասենք վեք ժիվի վեկուչիս, ոնց որ ասած, բայց սենց մի հատ բան եղավ, պատահական հարութս գնում է Palm Spring ընկերներով, այդ ֆուտբոլի ընկերներով բանում, որտեղ Ռոլանդն է։ Ռոլանդ ընկեր։ Ռոլանդը, հա, այնտեղ ինչ որ մի հատ դերի բանա, ինչ որ դերասան է իրանց պետք, ինչ որ մի մասնավորություն, որը պետք է գա Երևանից, ինքը այնտեղ մի քիչ վատ դեր է, բանդիտի դեր է, բան։ Մի խոսք, հա։ Ինձ իրանց պետք է մի անձնավորություն։ Հետո որ խոսքը գնում ասենք, որ ասում պապաս էլ է ֆուտբոլիստ, հեսա նայ, մի հատ, հեսա ցույց է տալի հեռախոսից բանը, ասում պապատ կարա էս դերը խաղա։ Հա, մեկը հարթը փաստիկից զանգեց։ Պապ, մի հատ sense հարց կա։ Ասում, բալես, ես չգիտեմ այդ ինչ բան է, էլի, հա, գիտեմ։ Լավ ընկերներ ունեցել եմ դերասաններ, բաներ, ասենք, բայց կինոյի կյանքի մեջ եղել եմ Ամերիկա գալուց, այդ մի հատ հետաքրքիր բան է, մանր կարամ բացատրեմ հիմա ինչի մասն է խոսքը։ Տեսել եմ ինչա կատարվում։ Ասի, եթե ոնց որ ասած կստացվի, խնդիր չկա, ես օգնեմ տղեկին, ինչ է եղել։ Եկանք Արտուրը Սուքիասյան, Արտուրն ու Ռոլանդը նստած էին, ես տեսան ինձ ավտոյից իջա։ Ինքնա։ Եվ դա դեբյուտը Եվ առաջի այդ սերիալը, որ ասենք երրորդից սկսավ, երրորդ սեզոնից սկսվեց, դա բանն էր, Երազանքների երկիրը, մինչև վերջ տարան փառքասու ամեն ինչը շատ լավ վերջացավ, շատ գոհ էին տեղեքը։ Հետո Արտուրը նորից առաջարկեց խաղալիքին։ Ես խաղացի Դավիթ Թաթևոսյանի, մեկ է Սարգիսը, որ եկել էր, դե Ռոլանդներ կար, ասենք այդ դերի մեջ Արտուրը կար, շատ լավ հաջող ֆիլմ ստացվեց։ Ու դրանից հետո արդեն ռեկլամներ, բաներ, ասենք տարբեր, ասենք Բայարշարնի, Արկադի Դումիկյան, Տիգրանի տղեն մեր Արամ Ասատրյան Թորնիկը, Արման Ասատրյանը, հետո կար Տիկոն կլարնետ նվագող, մեկ էլ Ջոկան Բոկայի Թորնիկը, հոյակապ անձնավորություններ իրաց ցավը տանեմ շատ լավն են։ Ու տենց այդ ռեկլամներ, կոմերշիալներ տենց բաներ։ Իսկ քանի արդեն փաստորեն քանի տարի դու նկարվում ես արդեն, նկարահանվում ես տարբեր նախագծերում։ Արմեն ջան, չեմ հաշվել։ Արդեն չէ, բայց ահա։ Հա, բայց որտեվ երկար է տևում։ Կարող եմ սուտ չասեմ, երևի մի 7 տարի, 6 տարի։ Դե պրակտիկապես, բայց կարելի ասել, որ ազատ ժամանակ չես ունենում, որովհետեւ Չէ, ազատ ժամանակ չունեմ։ Արդեն գիտես ինչ է։ մի պրոյեկտ վերջանում արդեն հրավիրում են։ Ասենք հրավիրում են, օրինակ կա հիմա ծրագրեր կա, որ ասենք մեր կինոդարանի տղեկը, ասենք այնտեղ Արտյոմներ Դավիթն է բանորոշում, կանչեցին, ինչ որ մի հատ ծրագիր ունեն, մի հատ ծրագրամ ունեն, որ պետք է բանալի, դարաժումը սլը դեր երևի պատրաստ չի, ընթացքում է։ Հետո արդեն մի խոսքով շարունակվում է եւ ես ուզում եմ անպայման մինչ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, նաեւ մեր նախագծի մասին խոսենք, ներկայացման, որը էլի կոպոտ դեբյուտ էր, չէ, եթե չեմ սխալվում։ Այո, դեբյուտ էր մանկական հրաշալի ներկայացում, որը տեղ ունեցավ հենց դեկտեմբերի 28-ին, որտեղ դու խաղում էիր թագավոր։ Իմիջիայից ասեմ, ես շատ երջանիկ եմ այդ հարցում։ Իհարկե, ով ալ է թագավոր երջանիկ չլինի։ Միանգամից թագավորի դեր։ Տենում ես, դա ոնց ստացվեց։ Միանգամից թագավորի, Սկարաբլյանաբան։ Միանգամից թագավորի դեր։ Ճիշտ ասած, Գրիգորը զանգեց, իմիջիայից կներես Արմեն ջան, մի քիչ ես խնդրեմ։ Որ իմ խորին շնորհակալությունը Գրիգոր եւ Սուսաննա Ալթունյաններին, այո, շատ շնորհակալ եմ իրանցից։ Այնտեղ Աշոտը Չչյան ինքն էլ մի հատ ուրիշ ծրագրի վրա աշխատում էր այդ ուրիշ ներկայացման թատրոնի էլի շատ շնորհակալ եմ իրանց վերաբերմունքը, շատ շնորհակալ եմ այդ մեր խմբի բոլոր անդամներից։ Հոյակապ մի հատ անդամներ են։ Ես ձեր ցավը տանեմ, հիմա եթե նայում եք, իմացեք ես ձեր ցավը տանեմ։ Որտեվ շատ լավ մարդիկ են, շատ լավ դերասանուհիներ են, շատ լավ դերասաններ են, որոնց հիմա մի հատ դառել է մի հատ ընտանիք, Արմեն ջան, մի հատ ընտանիք է, դու ես մեր հետ։ I love you too, ասում եմ։ Այո։ Դու ես մեր հետ, Արմեն ջան։ Իմիջիայից ասեմ, շատ հոյակապ մարդիկ են, շատ շնորհակալություն բոլորից։ Ու մնացած ասենք այդ գործողությունները, բաները, որ ասենք նենց եղավ, ոնց որ ընտանիքի պես, որից եմ ասում ձեզանից շատ շնորհակալ եմ։ Սրտանց եմ ասում։ Եվ այո, եւ ոնց ստացվեց փաստորեն առաջարկ հենց թագավորի Գրիգորը զանգեց, ասեց գա, ասեց մի հատ այս մանկական ներկայացում կա, թագավորի դերը։ Խաղաս։ Ասի խաղամ Գրիգոր ջան։
Ես երկու հատ խաղ եմ սիրում Արմեն ջան։ Իմ կյանքում երկու խաղատեսակներ եմ սիրել։ Դա ֆուտբոլն է եղել, եւ ես ասենք թատրոն, կինո եւ սա է։ Եվ շատ ուրախ եմ դրա համար, որտեւ իմ կյանքը քանի ոնց որ ասած ավելի հարստացավ։ Ու ես սիրում եմ սովորել, նորից եմ ասում, որտեւ ես սովորում եմ այն մարդկանցից, ով ավելի իրանք մասնագետներ են։ Ես Աշոտին եմ ասել, Չեչյան Գրիգորին եմ ասել, մեր լավ դերասաններին, դերասանուհիներին ասել եմ, նայեք, ես ձեզանից եմ սովորում։ Մի ասենք, ոնց որ ասած, համալսարան կամ մի հատ քոլեջ էլ դուք եք։ Հիմա պիտի գնամ մի հատ մասնագետի մոտ սովորացնի, բայց ես ձեզանից արդեն սովորում եմ։ Ես սիրում եմ սովորել։ Ու երբեք ասենք չեմ հակաճառի, որտեվ իմ կյանքը եղել է այն, որ կապ չունի ինչ տարիքի մարդիկ են, կարող է ձանից փոքր, 10, 20, 30, 40 դա կապ չունի։ Իմ կյանքը դասավորել է նրանով, որ ասենք մարզիչը եթե եկավ, ինքը ասեց, մենք պարտավոր ենք կատարելու իր տված բոլոր, ասենք այդ հրամանները կամ ասենք այդ ստրուկտուրան ինչ որ ասում նրա։ Դա համար ես այդ սովորությունն ունեմ, դիսցիպլինան, հարգանքը, սերը, աշխատանքային աշխատասիրությունը եւ սա ինձ երջանկություն է պատճառում։ Ինչ որ միտեղ ինձ երիտասարդ է պահում։ Այո, համամիտ եմ։ Իսկ այդ թագավորի դերը շատ հետաքրքիր էր, Արմեն ջան, ճիշտ ասած իմ համար դա դեբյուտ էր, առաջի դերս էր թատրոնում։ Իսկ թատրոնը դա հեշտ բան չի, ես ճիշտ ասած։ Կինոն մի քիչ ուրիշ է, կադրը կկանգնացնեն, կշտկեն, էդիտ կանեն եւ այլ եւ այլ։ Բայց թատրոնում դու պատրաստ պետք է լինես, որ ներկայանաս։ Ու դա շատ կարեւոր է, որ ներկայանաս, գիտես ում առաջ փոքրիկների։ Այո, շատ, որտեղ իրենք ամենաանկեղծ հանդիսատեսն են։ Անհասկանալի, որտեղ ես փոքր ժամանակ, ասենք, մեր մաման, պապան, ասենք, եթե գիշեր զավոդներին, բաներին, ասենք, տոմսեր էին տալիս, որ տանեն, ասենք, այդ նոր տարվա հանդեսները, բաները, դու չես պատկերացնի այդ ոգևորվածությունը, որ նայում ենք, մենք ասենք, թագավորին, թագուհուն կամ ասենք այնտեղ չար աղվեսին կամ գայլին կամ կախարդին, սա քո մեջ դառնում էր դա մի հատ հետաքրքիր բան, իսկ հեքիաթը որոշ շատ հետաքրքիր է, երկրագնդի վրա չկա նման մի բան, որ հաղթում է միշտ բարին։ Այո։ Ցավոք սրտի մեր կյանքում դա մի քիչ բացակայում է, բայց հեքիաթը դա միակ յուրահատուկ մի բան է, որ միշտ չարին հաղթելա բարին։ Եվ երեխաներին դու պետք է, ես միշտ մտածում էի ոնց ու անդադ փոխել եմ իմ, ասենք, այդ խաղային ոճը, բանը միշտ աշխատում էի վրան, պարապում էի, այդ Մարինան գալիս էր նայում էր, ասում նա խոսում ենք իրան։ Դա ասենք դեն անում, ու պետք էր որ ես, ասենք, դուրս գայի։ Համի չեմ ուզում մեծ գնահատական տամ ինչ եմ արել, ինչ չեմ արել, թող դա երեխեքը կամ դուք հանդիսատեսը, իհարկե։ Հանդիսատես որպես գնահատական տվողը հանդիսատեսն է, որը Էլ եմ ասում, շատ շնորհակալ եմ այն ծնողներից, որ երեխաներին բերեցին եւ մի խնայեք, ոչ մի բան մի խնայեք, ձեր երեխաներին միշտ նման ներկայացումներ, թատրոններ, կինոներ, որը որ վերաբերվում է, ասենք, բարին, որը վերաբերվում է, ասենք, հոգեկան ճիշտ, ասենք, վերականգնմանը, տարեք ձեր երեխաներին, ոչ մի բանի մի ամսոսացեք աշխատանքները Եվ իսկ շարունակություն ինչ որ այդ լինելու է թե շարունակությունը սա էր դե մի նոր դա իհարկե մանկա այսպես ամանորյա ներկայացումներ ու շատ կարճ ժամանակում եղավ Արմեն ջան դու ներկայեր ցավտանում դու գիտես ինչ էր ու շատ կարճ ժամանակում ու շատ sense ոնց որ շատ արագ եղավ ու շատ հոյակապ ինձ թվում է բոլորի մասին եմ ասում ես իմ մամա չեմ ասում բոլորը շատ հոյակապ ներկայացում արեցին Իմիջիայից ասեմ կներես որ մի բան մոռացա Գրիգորին ու Սուսանային շնորհակալություն հայտնելու մեկտեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Տեր-Ավետիսին Տեր-Ավետիս ջան ցավը տանեմ դու այն անձնավորությունն ես որ մեր համար դարձար ամեն ինչ օգնեցիր այն ոնց որ ասած ամեն ինչ արեց Լրի վարակույները բան սարքում էր մեկ էլ մի մոմենտ sense մտել էր այն տակը որ պիտի կպցրեր ասես ես էլ այնտեղ Գրիգորը կանգնած ասի չհասկացանք ես թակավորին բերել եք աշխատցնում եք դերից գլուխ արեց այնց արեց ախր թակավորին մենակ չէ տերտերին են աշխատած շատ հումորով շատ շնորհակալություն Տեր-Ավետիս ջան Աստված քեզ առողջություն տա դու իրոք հոգևոր սուրբ լավ անձնավորություն ես որ քեզ ոնց ասեմ հարգում եմ էլ աստծո չափ շատ շնորհակալություն քեզանից որ դու ամեն ինչով մեզ օգնեցիր այս ներկայացումը կատարվեց Աստված քեզ առողջություն տա երկար կյանք շնորհակալություն
Եվ բայց հիմա լինելու են ինչ որ նոր ներկայացումներ։ Նոր ներկայացում կա, մենք կիսատ թողեցինք այդ ներկայացումը, ուրեմն Ռիչարդ ազգանուն մոռացա, անգլիական ինչ որ գրող է, որը որ կոչվում է բանը Funny Money, այսինքն ծիծաղալու փողեր, հա։ Եվ ինչ դեր է։ Դերը ես այդտեղ ընկերոջ դեր եմ կատարում, Ալբերտն է այդտեղ գլխավոր դերում, Իվետայի հետ էին խաղում։ Հա, ուրեմն Ալբերտը բանա, ինչ որ կամպանիում աշխատող ինչ որ ներողություն Ալբերտ ջան։ Այս բան մարդ է էլի, որ ոչ շուստրի մարդ չի էլի։ Հա, փողեր է գտնում, իր պայուսակը դնում է, ինչ որ մեկը վերցնում է իր պայուսակը, մյուսը վերցնում իր պայուսակը։ Վերջը գայս այդ փողերով, վերջը այնտեղ խառնաշփոթություն, բան, հետո ընկերները գայս ինչ որ իր ծնունդի օրն է։ Վերջը շատ հետաքրքիր ներկայացում է։ Մի խոսքով սպասվում ենք նոր ներկայացում իհարկե, իսկ ֆիլմերում նոր էլի նոր նկարահանումներ։ Դե ֆիլմերում հիմա հա, որոշ բաներ կա, որ պետք է լինի։ Հա, որոշ ծրագրեր կա, հիմա ես չեմ կարող այդ ասեմ։ Հասկանալի։ Դա տարին նոր է սկսվել։ 4 այդտեղ մի 3-4 հատ ասեք ծրագրեր կա, որը որ հիմա ես կարող է ստացվի, կարող է չստացվի, այսինքն առաջ չընկնենք, Արմեն ջան։ Շատ լավ։ Դե տարին նոր է սկսվել, ամենայն դեպս այդ ամենը կիմանանք։ Եվ Գագ ջան, ես ուզում եմ անպայման մեր հաղորդման ավարտին մի փոքրիկ միշտ մեր հյուրերին մի փոքրիկ առաջադրանք ենք տալիս։ Դե տարբեր։ Ես մի հատ ուզում եմ իհարկե հաշվի առնելով, որ մենք այսպես ընկանք զրույցով խոսը շատ հետաքրքիր իհարկե հարցազրույց էր։ Ես գիտեմ, որ բազմաթիվ շատ հետաքրքիր ինչ որ պատմություններ են եղել իհարկե կապված։ Եթե կարող ես վերհիշել, կխնդրեմ եւ մեր այսպես լավ տրամադրությունով, այսպես լավ մի պատմությունով ավարտենք այսօրվա մեր թողարկումը։ Դու ես ուղղակի քեզ շատ կխնդրեմ դու մի հատ հիշես, իսկ դու ինչ հիշես, սիրելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին աջակցության համար Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center-ը կազմակերպությունը, որ օգնում է մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, պրոֆեսիոնալներ, ովքեր այստեղ աշխատում են, ձեզ կվերադարձնեն լիարժեք կյանքի։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, առողջարան եւ հյուրանոցային համալիր մեկ վայրում։ Հարմարավետ համարներ, այսպես հարմարություններ, լողավազաններ տաք հանքային ջրով, մի խոսքով ամեն ինչ լավ լիարժեք հանգիստ անցկացնելու համար։ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, հեռախոսահամարն է 760 329 6033։ Շնորհակալություն մեր գործընկերներին։ Եվ Գագ ջան, հիմա կխնդրեմ քեզ մի հետաքրքիր պատմություն պատմես, որովհետև ես ուղղակի ուզում եմ մի փոքրիկ գաղտնիք բացեմ, սիրելի հեռուստադիտողներ, Գագի այդ առհասարակ կյանքում իհարկե որ շփվում ընկերությունը, դա անհնար է, ինք պոզիտիվը ոնց էսպես կա, դրականը տալիս է եւ մի հետաքրքիր պատմություններ են պատմում։ Եվ իրոք շատ հաճելի դու արդեն դուք ինքներդ իհարկե համոզվեցիք, թե ինչպեսի հաճելի հարց զրուցակից է։ Եվ խնդրեմ։ Ուրեմն Շիրակ են, հրավիրել են Շիրակ։ Եկել եմ, տղեկին որ ճանաչում էի, բայց այդպես շատերի անունները չգիտեի, ասենք, որ կային մի երկու հոգի անունները, գիտեի, ճանաչում էի։ Ուրեմն մեր պաշտպաններից մեկը, հետո ասի ոնց է մտապեր, ասես Գևորիկ։ Աստված հոգին դուսա որ երկրաշարժին մահացավ, դա ամեն դեպքում մի վերջը, ես խաղա գնում, ես ասում եմ Գևորիկ ջան իննամարին պայ, Գևորիկ իննամարին, Գևորիկ իննամարին, մի հատ Գևորիկ իննամարին, այդպես թողեց խաղը, այս սաղ այդ բանի մեջ, թոզու բոյի մեջ, շուրը կսա, ծո հերելունի, մերելունի թո պայեն, ինչ ասացի կապաչկվե, որ ես պայեմ։ Ծո հերելունի, մերելունի։ Շատ լավ, Գագ ջան, դե շնորհակալություն եմ ուզում հայտնել հաճելի, իրոք շատ հարցազրույցի համար, շատ հաճելի էր, բովանդակալից։ Եվ եւս մեկ անգամ քորինակով իհարկե այսպես քորինակը թող լինի բոլոր այն երիտասարդներին, ովքեր փոքրիկներին, ովքեր ունեն տաղանդ, իհարկե զարգացնել իրենց տաղանդը, որովհետեւ տեսնում եք մարդ կարա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ լինի եւ շատ տաղանդավոր դերասան եւ իրոք միանում եմ Գագիկի ասածներին, ծնողներին, որ դիմեց իհարկե, այո, եթե տեսնում եք ձեր երեխաների մոտ կա տաղանդ, անպայման փորձեք օգնել եւ մի ձգտեք ձերը տանեք, որովհետեւ թող
Երեխան ինքը գիտի ինչ։ Մեկ այս, բայց գիտես, ես օրինակ դա նկատել եմ, միևնույն է ճանապարհը քեզ բերում է նրան, որով դու իրոք կաս։ Անպայման։ Հա, ինքը բերել է ուղղակի ժամանակ է կորցնում։ Դե մի ասենք մի, եթե օրինակ սկզբից մամաս ասենք տարավ, չէ՞, թավջութակին, հետո թողեցի ֆուտբոլ։ Հա, վերջ։ Բայց դա էլ պետք է կապես, այսպես անպայման։ Հա, որտեղ մի ասենք մի, եթե երեխան ասում է, ես ուզում եմ գնամ կարատեի։ Տարեք ձեր ցավը տանեմ, տարեք թող կոփվի, տարեք թող պնդանա։ Հետո Արմեն ջան, շատ կարևոր է։ Մեր երեխեքի մեջ տաղանդ կա, ցավը տա։ Հա, ես համամիտ եմ։ Յուրաքանչյուր մեր երեխեքի մեջ նայում ես, կապ չունի թե ինչ ֆիզիոնոմիայի է, բայց նայում ես այդ երեխան լրիվ պոտենցիալ հնարավորություն ունի ինչ որ մի լավ բան դառնալու։ Գիտես, մի փոքրիկ էլ ֆուտբոլին ուզում եմ անդրադարձ կատարեմ, էլի, որովհետև այսպես ասում էին, այսպես, որ մինչև 14 տարեկան, նայ, մինչև 14 տարեկան մեր երեխաները իրոք շատ տաղանդավոր են։ Բայց հետո այդ մի քիչ այդ տաղանդը կորում է, ինչի համար է կորում։ Այդ գաղտնիք ասեմ, Արմեն ջան։ Ուրեմն ես քլաբում որ աշխատում էի, ես աշխատել եմ 10 տարեկան երեխեքի հետ, ունեցել եմ under 10, տենց են ասում, ունեցել եմ 15 տարեկան, հետո 15, 16 տարբեր տարիքներ ունեցել եմ։ Իմ այդ կյանքի ֆուտբոլի կյանքի, որ մարզիչ եմ եղել, ուրեմն սենց են ասում dream team, այսինքն երազած թիմը, հա, երկու հատ իմ, երեք հատ իմ երազած թիմերն եմ ունեցել, վերջինը եղավ, որը որ էլի տենց Սոքալ Յունայթեդում բանում։ Ուրեմն մենք տարանք ամենալավ գավաթները, մինչև Սան Դիեգոյի այդ բանը նոմաց, սուրֆ եւ նոմաց կար։ Տարանք այդ գավաթները, բան այդ ոնց որ ասած դրանով իմ այդ ամենայն dream team-ն էր։ Բայց դե մի հատ շատ նրբություն կա, որը որ շատ կարեւոր է։ Երեխեք հետ պարապում ես։ Երբ որ տղաների մասին է խոսքը, աղջիկների թիմեր եմ ունեցել, աղջիկների հետ աշխատել եմ։ Երբ որ սկսեցին մեքենա քշել, ահա, արդեն ընկերուհի, մեքենա, արդեն ասես ուր էի չկայիր, կներես քո չերեք զբաղված էի դաս ունեի, դաս չունեի, ես գիտեմ, ավտոն եկալ է գնացել ես էսի։ Հենց սկսում են քշել Արմեն ջան։ Այդ ժամանակ արդեն կյանքը մի քիչ, բայց այդ ժամանակ պետքա մի քիչ ավելի կենտրոն։ Այն երեխեքը ովքեր որ շատ են նվիրված իրանց սիրած ասենք աշխատանքին, երաժշտությանը, ասենք արվեստին, սպորտին, բան դա կապ չունի, իրանք դրան չեն գնում այդ ոնց որ ասած։ Այո, ավելի իհարկե նվիրում են իրենց, էլի, հա, բայց որը որ արդեն այն ժամանակ որ տենում ես երեխան ասենք մի քիչ առանձնանում ասենք, այն ինչ որ իրան պետքա բերել հետ։ Բերել հետ, պրոստը բացատրել, պետք չի գոռալ, պետք չի ջղայնանալ, պետքա երեխաներին միայն բացատրել։ Գոռալը դա չի օգնում։ Ես շատ եմ սիրում երեխեքին, դաժե այն փուճուրիկները, որ մեր դերի մեջ կային, վայ Աստված ջան, ես ցավը տանեմ։ Ես սիրել եմ երեխեքին 1000 անգամ ցույց տալ, միլիոն անգամ ցույց տալ։ Դա քո գործն է, որ ինքը կարողանա հասկանալ թե ինչ է, ասես։ Երեխան չի հասկանում։ Ցույց տուր, բացատրում ես, չի հասկանում, բայց ոչինչ դու գիտես դու ով ես, ու իրան պետք է ասես դու ով ես, գիտես։ Ինչքան լավն ես, ինչքան սիրուն ես, ինչքան որ ինքը այդ ամենը իհարկե կնպաստի։ Շատ լավ, դե շնորհակալ եմ Գագիկ ջան հարցազրույցի համար եւ իհարկե կսպասենք եթե հետաքրքիր իհարկե նորություններով, ինչ որ նոր ներկայացումներով իհարկե միանշտապես քեզ սպասենք ունեմ քեզանից ուզում եմ շնորհավորել մեր հայ ազգի, մեր բոլոր ժողովրդի երկրագնդի վրա որտեղ ուզում են գտնվեն, ունենք շատ ընկերներ, բարեկամներ, հարազատներ Իմ լավ բարեկամներ, ձեր բոլորի նոր տարի շնորհավոր, անցած սուրբ ծնունդը շնորհավոր, թող Աստված բոլորի օջախում բերի երջանկություն, խաղաղություն, համբերություն եւ տա այն, ինչ որ ձեր սրտում, ձեր հոգում կա, ձեր բոլոր ցանկությունները թող Աստվածի կատարածի։ Շնորհակալություն ձեր ցավը տանեմ բոլորի։ Շնորհակալություն։ Արմեն ջան, շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ մենք արդեն կհանդիպենք հաջորդ 5 շաբթի, ինչպես միշտ 22:30 AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa
Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։